Այսօր Թբիլիսիում մեկնարկում է ՄԱԿ-ի հանրային ծառայությունների ֆորումը։ Խոշոր միջազգային միջոցառման պատվիրակներն արդեն գտնվում են մայրաքաղաքում։ Երրորդյա ֆորումի շրջանակներում մասնակիցները կքննարկեն համաշխարհային մարտահրավերները։ Գլխավոր թեմաների թվում են լինելու թվային փոխակերպումը, արհեստական բանականության պատասխանատու կիրառումը, տվյալների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և կառավարման գործընթացներում քաղաքացիների մասնակցության ընդլայնումը։ Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունները խորհրդարանը քննարկում է արագացված կարգով։ Օրինագծի համաձայն, եթե տրանսպորտային միջոցի վարորդը գերազանցի սահմանված արագությունը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի քան 30 կմ/ժ-ով, կտուգանվի 50 լարիով, նախկին 100 լարիի փոխարեն։ Իսկ 30 կմ/ժ-ից մինչև 50 կմ/ժ արագության գերազանցման դեպքում տուգանքը կկազմի 100 լարի, նախկին 300 լարիի փոխարեն։ Ինչ վերաբերում է 50 կմ/ժ-ից ավելի արագության գերազանցմանը, ապա դրա համար սահմանվում է 300 լարի տուգանք։ Այսօր պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն նաև օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները։ Նոր կարգավորման համաձայն, եթե օտարերկրացին ցանկանում է ընդունվել Վրաստանի համալսարան, նա պետք է ներկայացնի Վրաստանի կառավարության կողմից սահմանված լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր։ Բացի այդ, քննությունների ազգային կենտրոնին տրվում է իրավասություն անհրաժեշտության դեպքում կազմակերպելու օտար լեզվի քննություն։ Օրինագծի համաձայն, եթե օտարերկրյա ուսանողը իր ուսանողական կարգավիճակը կասեցնի ավելի քան 90 օր ժամկետով, դա կհանդիսանա նրա կացության իրավունքի չեղարկման հիմք։ Քրեական օրենսգրքով պատժելի է դառնում նաև կեղծ ամուսնությունը։ Ազգային շարժման մեջ ներքին հակասությունները շարունակվում են։ Կուսակցության ղեկավար կազմի թարմացման և հետագա մարտավարության շուրջ տարաձայնություններին զուգահեռ պարզվում է, որ նախկինում կուսակցության ներսում տարբեր տեսակետներ են եղել նաև ընդդիմադիր դաշինքին միանալու հարցում։ Բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նախընտրած թեկնածու Նանուկա Ժորժոլյանին կարծում է, որ ազգային շարժումը պետք է դուրս գա ընդդիմադիր միասնությունից։ Մինչդեռ Թինա Բոկուչավան միավորումից դուրս գալը համարում է անհետևողական քայլ։ Նախկին նախագահը քննադատել է նաև կուսակցության ղեկավարների աշխատանքը դատական գործընթացի ընթացքում։ Սաակաշվիլին չի խուսափել նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների քննադատությունից և Ախալի ու Լելո կուսակցություններին, որոնք դաշինքի անդամ չեն, անվանել է բիզնես նախագծեր։ Կթողնի արդյոք ազգային շարժումը ընդդիմադիր միասնությունը, դա հայտնի կդառնա մոտ ապագայում կայանալիք կուսակցության խորհրդի նիստում։ Աջարիայի կառավարության նախագահը հանդիպումներ է անցկացրել Վերին Աջարիայի բնակիչների հետ և Խուլոյ մունիցիպալիտետում ծանոթացել Զոմլեթի Խիխաձիրի ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Զուրաբ Պատարաձեն ուշադրություն է հրավիրել Լեռնային Աջարիայի զարգացման առաջնահերթությունների վրա և նշել, որ իշխանության գլխավոր խնդիրներից մեկը լեռնային շրջաններում կյանքի որակի բարելավումն է։ Զոմլեթի Խիխաձիրի ավտոճանապարհի վերականգնման նախագիծն իրականացվում է ճանապարհի պարբերական նորոգման ծրագրի շրջանակներում։ Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Հանրային պաշտպանը այսօր խորհրդարանին կներկայացնի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը։ 428 էջանոց փաստաթղթում գլխավոր հարցերից մեկը 2025 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններն են, որոնք ըստ զեկույցի խոչընդոտում են երկրում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Օմբուդսմենը կարծում է, որ վերջին օրենսդրական փոփոխությունները վտանգ են ստեղծում խոսքի ազատության, լրատվամիջոցների ֆինանսական անկախության և բազմակարծության համար։ Դատական գործընթացների լուսաբանման սահմանափակումը իր հերթին զգալիորեն վնասել է արդարադատության թափանցիկությանը։ Զեկույցի մեծ բաժինը նվիրված է 2024 և 2025 թվականների բողոքի ցույցերի ընթացքում արձանագրված ոչ պատժաճ վերաբերմունքի դեպքերին և դրանց անարդյունավետ քննությանը։ Խոսվում է նաև պետական ծառայողների պաշտոններից ազատման դեպքերի մասին, որոնք ենթադրաբար կապված են եղել նրանց քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշումների հրապարակային արտահայտման հետ։ Զեկույցում անդրադարձ կա նաև օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի հարակից գյուղերում առկա լարված իրավիճակին։ Քննադատության են ենթարկվում քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածության և ոչ պաշտոնական կառավարման խնդիրները։ Իսկ աղքատությունը կրկին նշվում է որպես երկրի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Հանրային պաշտպանի զեկույցը ներկայումս գնահատականների արժանանում քաղաքական շրջանակներում։